Ինչ դասեր քաղեց պետությունը Արցախի հայաթափումից, քաղաքասարակությունը, կառավարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դիվանագիտական կորպուսը արցախցիների բռնի տեղահանությունից շուրջ 2 տարի անց քննարկում են մեր երկրի գլխով անցածը։ Հայացքներն այսօր հետ են ուղղված Կորնիձոր 2023։ Այստեղ էր գաղթի մեկնակետն ու առաջին ծանրությունը։ Ներքին գործերի փոխնախարարն առաջարկում է խնդիրների մասին երկխոսությունը սկսել ամենասկզբից։ Փախստականն իր փաստը թղթերով հասավ Հայաստան։ Մենք ինչ-որ պահի պետք է ուղղակի առերեսվենք այն փաստին, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք ներողություն արտահայտությանից, բայց չեմ կարող խուսափել այդ բառից, փնթի։ Դա վերաբերվել ենք ինչպես Հայաստանի Հանրապետությունում, դա եղել է նաև Ղարաբաղում։ Սովետական ավանդույթի ուժը կա, բյուրոկրատիայի չկայացվածությունը կա, բազմաթիվ պատճառներ կան, բայց փաստը մնում է փաստ, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք փնթի։ Եթե մենք ունենայինք հավաստի բնակչության վերաբերյալ տվյալներ, որոնց հետ մենք կարողանայինք աշխատել առաջին իսկ օրվանից, միգուցե այդ բնակչության հաշվառումը չլիներ այդքան կենսական եւ այդքան ժամանակի եւ ռեսուրսի օգտագործում եւ սպառում անհրաժեշտ չլիներ դրա համար։ Իսկ աշխատանքի ու սոցիալական հարցերի գերատեսչության պատասխանատուն այստեղ հիշեցնում է 2023-ի տեղահանությունից առաջ 2020-ի պատերազմական դառը փորձն արդեն կար, կոփել էր նախապատրաստել։ Ցավալիորեն այդ 20 թվականի իրադարձությունները արդեն իսկ նախապատրաստել էին եւ փորձառություն էին ապահովել պետական մարմիններին ավելի պատրաստված լինելու ցավոք սրտի կամ ինչ որ իմաստով այդ դրամատիկ իրադարձություններին եւ կարողանալու ավելի կազմակերպված արձագանքել արդեն իսկ 23 թվականի տեղահանման իրավիճակին։ Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակին, որը կառավարությունում համարում են տեղահանության ժամանակ գրանցված բոլոր խնդիրների առանցքը, ապա ներքին գործերի փոխնախարարն ասում է, դրա հետ կապված քննարկումները վաղուց օրակարգում էին, նույն 2020-ի 44-օրյայի ժամանակ էլ, սակայն ընդգծում է, մի բան քննարկելն է, մեկ այլ փաստի հետ հաշվի նստելը։ 2023 թվականին արդեն այդ խնդիրը անխուսափելի էր, որ որևէ կերպ պետք է այսպես իր արձագանքը ստանա, որովհետև այդ կիսատ իրավիճակը մի քիչ էսպես ենք մեկնաբանում իրավունքը, մի քիչ այնպես ենք մեկնաբանում իրավունքը, այլևս չէր կարող լինել, որովհետև կար փախստականության փաստը։ Հաշվառումը մեկ կետից էր գործընթացն այս իմաստով ավելի հեշտ էր, սակայն հոսքի ինտենսիվությունը հաշվի չենք առնում, շարունակում է փոխնախարար Ղազարյանն ու պատմական համեմատականներ անցկացնում 10 օրում շուրջ 120,000 մարդու տեղահանության դեպքերը մատների վրա կարելի է հաշվել։ Այս ծանրաբեռնվածությունը, որ մեր թիմերը Կարմիր խաչը, Առաքելություն Հայաստանը, բոլոր մարդասիրական հասարակական կազմակերպությունները, ովքեր այնտեղ էին, անուրանալի դեր կատարեցին այդ ինտենսիվությանը դիմանալու համար, որովհետև կարող ենք այլ հավասար պայմաններում ուղղակի չդիմանալ։ Մենք գիտենք, որ դա ծանր ազդեցություն ունեցավ նաև հոգեբանական աշխատակիցների վրա, բայց այս ամեն ինչի մեջ էներ, թե ինչ առաջին ռեակցիա կստանան տեղահանված անձինք, որովհետև տեղահանված անձինք արդեն իսկ գալիս են կորուստի մեջից։ 2 տարվա հեռավորությունից ակնհայտ է, Արցախի հայաթափումը վեր է բացառապես հումանիտար ճգնաժամից, այն փորձություն էր նաև կառավարման եւ համակարգային կազմակերպվածության համար։ Պաշտոնյաներն ընդգծում են, ճգնաժամերին ավելի արդյունավետ արձագանքելու համար շարունակական վերլուծություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են մեր երկրին անհրաժեշտ։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։